Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան իր նոր ցուցահանդեսը նվիրում է ընկերակցության երկու հիմնադիր անդամների երգիծանկարիչ գեղանկարիչներ Արայիկ Օհանյանի, Արզոյի և Ցոլակ Կանթեղի հիշատակին։ Նկարիչների մոտ 5 տասնյակ երգիծանկարներով զարդարվել է Թեքեյան մշակութային միության սրահը։ Ցոլակ Կանթեղը, որ 60-ականների վերջերից աշխատում էր մամուլում, նաև գրքերի հմուտ ձևավորող էր, 500-ից ավելի գրքեր է նկարազարդել, բայց նրա մշտական սերը երգիծանկարչությունն էր։ Ցուցադրված է նրա հայտնի գլուխներ շարքը։ Արզոյից ներկայացված 35 գործերը նրա մտածողության խտացումներն են, ոչ թե միագիծ ու պարզունակ ծաղրանկարչություն, այլ բազմիմաստ ու թիրախային լուծումներ։ Եթե ուզում ես Արզոյին հասկանաս, մի նկարի մոտ պետք է երկար կանգնես, նայես, այնքան ինչքան որ ինքը նկարել է, գոնն է։ Ուրիշ տարբերակ չկա։ Նախորդ տարի ընդամենը ամիսների տարբերությամբ կյանքից հեռացած երկու երգիծանկարիչների գործերը միավորելով մեկ ցուցադրական նախագծում նախաձեռնողները հեղինակային ոճի ու ձեռագրի մի յուրօրինակ սահմանազատում են արել, ընդգծելով յուրաքանչյուրի անհատականությունը։ Մի տարի մոտավորապես անցավ, որ նրանք հեռացել են մեզանից։ Եվ Արզոն, եւ Ցոլակ Կանթեղը, չնայած նույն դահլիճի, բայց հակառակ պատերում են։ Արզոն, մենք միշտ ասում ենք, շատ գործեր պետք է դու փորձես վերցանել։ Ռեբուսներ են։ Ի տարբերություն Արզոյին, Ցոլակ Կանթեղի մոտ շատ ավելի հասկանալի, պարզ է եւ միաշերտ են իմաստը, որ ինքը դնում է իր գործերի մեջ։ Ամեն մի գլխին մոտենում ես, հասկանում ես ինչի մասին է դա։ Եվ հետաքրքիր ասենց համադրություն, հակադրություն է ստեղծվել Արզոյի եւ Ցոլակ Կանթեղի միջև։ Երկու հեղինակների դեպքում էլ նրանց գործունեության մեջ առանցքային դերակատարություն է ունեցել անկախ Հայաստանի մամուլը, որը ոչ միայն ամենօրյա ստեղծագործական ընթացք էր, այլև հետաքրքիր քաղաքական ու սոցիալական թեմատիկա նրանց երգիծանկարների համար։ Նաև այդ հանգամանքով է պայմանավորված նրանց երբևէ չցուցադրված եւ չհրապարակված գործերի ահռելի քանակը։ Չէ, որ ինքը աշխատել է մամուլում, ընդ որում տարբեր թերթերի հետ համագործակցել եւ եղել են դեպքեր, որ օրական 2-3 նույնիսկ տարբեր թեմաների շուրջ ինքը նկարներ է նկարել։ Դրա համար իր նկարները անսահման մեծ քանակությամբ են։ Նորա Աբելյանը փաստում է, որ Արզոն մեծ ցանկություն ուներ բոլոր այդ չհրապարակված գործերը տպագրել մեկ պատկերագրքով եւ լիահույս է, որ մի օր կիրագործվի Արզոյի անկատար երազանքը։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, Տուրեր։